Լրատվամիջոցները գրում են, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում 2 օր առաջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մասնակիցներն են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը եւ Արդար Հայաստան կուսակցության ցուցակով ավականու անդամ ընդգրկված հետագայում իշխող Միասնություն դաշինքին միացած Վարդան Սուքասյանը, ինչպես նաեւ համայնքապետի թիմակիցներից եւս 10 անձ։ Նշվում է, որ մոտ 40 րոպե վիճաբանել են, ծեծել, հայոյել, հարցն ընդհուպ հասցել է դանակահարության։ Նշվում է նաև, որ դեռ օրեր առաջ Բյուրեղավանի քաղաքապետի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը հողային հարցերի վերաբերյալ տհաճ քննարկում է ունեցել համայնքի բնակիչ Սուրիկ Թաթևոսյանի հետ։ Երբ վերջինը գիշերը հանդիպել է համայնքում տեղադրված սուրճի ապարատներից մեկի մոտ, արհեստական լարվածություն է ստեղծել մանրադրամի վերաբերյալ, ապա վիճաբանել։ Վարդան Սուքասյանը թքել է Թաթևոսյանի վրա, ինչպես նաև հարվածել։ Նշենք նաև, որ Վարդան Սուքասյանը ԵԿՄԱ-ական Բյուրեղավանի տարածքային կառույցի ղեկավար Մուշեղ Սուքասյանի տղան է։ Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է, նշել են քննչական կոմիտեից։